Սուրբ գրքին թերթումը կգտնվի 51-րդ Սաղմոսի մեջ։ Այս Սաղմոսը գրված է Դավիթ մարգարեի կողմէն։ Ողորմենք Եվ Աստված, քու ողորմությանդ համեմատ, քու արատությունդ համեմատ չնչե իմ հանցանքներս, իմ անորում թեւնես բոլորովին զիս լվա, ու իմ մեղքես զիս սրբեր, վազնցի գյուտաչնամ իմ հանցանքներս, իմ մեղքս միշտ իմ առջևս է, քեզի միան քեզի թեմքը հանչեցի, և քու աչքերուդ առջև չարություն ունի։ Մենք բոլորս ծանոթ ենք Դավիթ թագավորի հորի վարքին, թե ինչպես անկործածեց իր արքայական իշխանությունը, իր հեղինակությունը բռնապարելու ամեն գիմը և սպանելու անոր ամուսինը։ Այս զզվելի արարքները կործել են վերջ, Նաթան մարգարեն այցելեց Դավիթին իր արքունի բալանի մեջ և թրվակ մպատմեց։ Այս թրվակը արձանագրված է Երրորդ թագավորաց գրքի 10-րդ գլխի մեջ։ Նաթան սկսավ պատմել պատմությունը, սավ աղքատ մարդ մգար, որ ուներ միան մեկ էկ քարնուկը, որում շատ կսիրեր։ Մարդը և իր քարնուկը նուտ բնագեն ուտեին և նուտ բաժագեն գխմեին։ Այդ նույն քաղաքի մեջ կապրեր մեծահարուստ մարդն, որ ուներ շատ արջարներ և շատ ոչխարներու հոդեր։ Այս մեծահարուստը օրմը անագնգան հույր ունեցավ և իր հույրին գերակրելու համար հապշտակեց աղքատ մարդուն միակ քարնուկը, մորթեց այն, միսը խորովածի վերածեց և իր հույրին գերցուց։ Դավիթ երբ ուշով գլուսեր Նաթան մարգարեի այս պատմությունը, զայրացավ, իր զայրույթը փոփոխեցավ իր մեջ։ Այս անիրավ մարդու կործած անորեն կործերուն համար և նուզովեց այդ մարդը, այդ անիրավ մարդուն նուզովեց և անոր ոճրակորձ համարեց և սավ այս ոճրակորձ անիրավ մարդը պետք է թադաբարվի։ Այն ժամանակ Նաթան մարգարեն իր մատը առաջացուց Դավիթին ուղղությունով և սավ թում ես այդ մարդը։ Դավիթ այդ ժամանակ ըսկաց իր կործած մեղքերուն ահավորությունը և անոնց հետևանքները։ Խոստովանեցավ իր մեղքը, չծածկեց իր մեղքերը, չարդարացուց իր մեղքերը, ուրիշ մարդոց չմեղադրեց իր կործած մեղքերուն համար։ Դավիթի վարքը ճիշտ հակառակն էր Նաթանի վարքին, երբ Նաթան մեղանչեց, թե Աստուծո մեղադրեց և թե իր կնոջ Եվային։ Աստծոսավ այդ գինը, որ դուն ինձ տվիր, պատճառ եղավ, որ ես մեղք գործեմ։ Տեսեք, թե Աստծո մեղադրեց և թե իր կնոջ, ասեմ ուզեց, եթե ով Աստված, եթե դու այդ գին ինձ չտայիր, ես մեղքի մեջ չնայի, այս էր իր խորհուրդը։ Բայց Դավիթ մարգարեն ընդունեց իր մեղավորը, չծածկեց իր մեղքը, չարդարացուց իր մեղքը չվերակրեց կյանքի բարականներուն,
Երբեմն մարդիկ չար գործ կնեն եւ վերողսեն յանքի պայմանները ինձի բարդացրեցին։ Ուրիշ ընդրություն չկար։ Դավիթ այդպեսական չավ, իր մեղքերը չվերակվեց յանքի պայմաններում եւ ոչ ալ իր մարդկային վնասին։ Պարզապես ես հանցավոր եմ դու տունի մի մեղքս, խոստովան ես ամիր մեղք։ Աստված է քեզի թեմ նավանջեցի։ Հիմա կսե ինձի ողորմե, ով Աստված ինձի ողորմե։ Ճիշտ մաքսավորին նման աղոտեց, դեք ուղասով է ընդասնուտ կուլուխի մեջ մաքսավորը ետնաջար կնած ինքս ավաստով, ես մեղավոր եմ, ինձի ողորմե։ Դավիթն ալ նույն մաքսավորին աղոտ կրեց։ Կթարագության խամացան չնչե իմ մեղքին արձակությունը։ Հետո 10-րդ համարի մեջ, 51-րդ Սաղմոսի 10-րդ համարի չսե ինձի նոր սիրտը դուր և նոր ուղիղ հոգիմը իմ մեջը թիր։ Աստուծո մեկ խնդրե, որ իր կյանքը վերափոխել, բարեփոխել։ Երբ մենք մեր մեղքերը կխոստովանենք, կհրաժարենք, անոնց մեր Աստված մեզ կմաքրել մեր մեղքի դեպքեր, մեզի նոր արարածի կվերածել։ Հետո այդ գրան բանը կա 7-րդ համարի մեջ կսե հայերեն ասվածություն կսե զոմբայի մշտիկով մաքրեցիս։ Եվ շատեր երբ կգարտան այս համարը գշվարին, ինչ այս համարի նշանակությունը, Դավիթ ինքս էլ գուզել այս հարդարությունով զոպայի մշտիկով զիս մաքրել, նախ չեն գիտել զոպան ինչ։ Բայց երբ պրայրեն պնակիրը գարտաս, ասկա բաջանը մեկն էր, որ ես մասնակիտացա սուկրային լեզուն դերում մեջ։ Եվ պրայրեն պնակիր մեջ զուֆա, բարը զուֆա է, ոչ դեղը զոպա, զուֆա արաբերեն լեզվով ալնույն է, շատ բարեր կան, որոնք և պրայրենի մեջ և արաբերեն մեջ նույն իմաստ ունի։ Վարեսնին երբ կապրեի, այս զուֆան ամեն դեր գաջի, պույս մնե, զուֆան պույս մնե, որ ամեն դեր գաջի, ինքնապերապար գաջի, մարդիկ չեն ծաներ։ Եվ կարգան, մարդիկ կերտան այս զուֆան կքարեն, կպերեն իրենց տունը, դոբրակներով կպերեն իրենց տունը, հետո դերևները կչորացնեն։ Սալամը կսպրեն կետնի վրա, զոպայի դերևները այնտեղ կլան սավանի վրա և արվինդակ կմնան, քանի որ չորնան։ Հետո այդ չոր դերևները կպոշիացնեն, պոշի գվերացեն։ Եվ այդ պոշին կկործնցեն որպես թեր, չուր գերացնեն այդ զոպայի պոշիեն քանի տկալ կտնեն պաշակի մեջ, դա չուրը գալեցնեն, քիչ մշակարը կավերացնեն, կխմեն և կսեն դեր լուծողական է։ Մեր այքները լրիվ կմաքրեն, զուֆան խմողը, զովա խմողի այքները լրիվ կմաքրեն, լավ լուծողական է։ Հիմա 5 դարանի ժամանակ, երբ մարդը, երբ հրյամը, փորոդիմը թպնար, բիրծ կնկատվեր, անմաքուր կնկատվեր, և չեր գրնար երթալ սինագոգ կամ դաջար աղոթելու, պետք էր նախ հնականայինով, որպեսի մաքրվի։ Նմանպես, եթե հրյամը անկիդակ ծապար, քերեզմանիմը վրա ոտք ծնեն, բիրծ կհամարվեր, անմաքուր կլար, պետք էր եթար կահանայի մոտ և հետո կահանան զուֆայի մշտիկով
իրեն ջուրով կսրսկել։ Քահանան քանումը ջուղեր գարնել, զուֆայի ջուղեր, որոնք իրար հետ միացած կլան գարնիր ժապավենով։ Եվ այդ զուֆան կպատխե ջուրի մեջ և հետո ջուրը կսրսկե մարդու վրա, որ անմաքուր է 7 անգամ։ 7 անգամ հետո մաքրված կլա մարդը կրնա մասնակցել դաջալի պաշտամունքներում։ Այստեղ Դավիթը գսաստոտեր ունած զուֆայով ինձի լվալ մաքրել։ Ես մեղքով ծածկված եմ, հիմա ուզեմ մաքրվել, ինձի զուֆայով մաքրել։ Եվ իհարկե Աստված զղջահար մեղավորին խնդրանքին կարևորություն կտա։ Աստված զղջահար մեղավորին աղոթքը կլսե և զղջահար մեղավորին խնդրանքը կգալարի։ Դավիթին նոր սիրտ տվավ, ուղիղ հոգիք նորոգեց իր մեջ։ Զուֆայի մշտիվով լվաց մաքրեց իր մարմինը, յալես անմաքուր չէր մեղքի հետևանքները։ Մենք որպես մարդ, որպես մարդկային էակներ, մենք ենթակա ենք փորձություններու, ամեն օր կփորձվենք, բայց հաջող կդմակրենք, երբեմն տեղի ուտանք։ Երբ տեղի ուտանք, այդ ժամանակ է, որ մեր գինանք, այդ ժամանակ է, որ պետք է Դավիթի նման վարմունք ունենանք։ Չարդարացնենք մեր մեղքը, ընդունենք ձայն և Աստծուց մեր խնդրենք, որ մեզի մաքրել։ Ներսես շնորհալի հայրավետը շարական մկրած է Արավոտ Լուսով անունով։ Երբ Երուսաղեմ ասկային դպրոց կերտային, երբ մանկաբարձի աշակերտ էի, ամեն առավոտ այս շարականի առաջին դունը երգեինք, Արավոտ Լուսո, Արեքավ Նարդար, Արիս Լույս Սատյակ։ Հետաքրքրական բան է, որ այս Արավոտ Լուսո շարականը 38 բանկերի գպավրան, 38 բանկ։ Ինչու հայրեն այգուպերը քանի ունի 38-ը։ Արավոտ Լուսո շարականի ամեն բանկը հայրեն այգուպենով կսկսի։ Առաջին բանկը այով կսկսի, երկրորդ բանկը փենով։ Կխումնի հորե, պխյա իհոքիս, պանկեզի հաջուս։ Եվ այսպես, ամեն երրորդ բանկը քիմով կսկսի, չորրորդը թայով, և այդպես, մինչև վերջ։ Երբ սը դարին հասնի, ներսես շնորհային կրած է սեր անուն Հիսուս, սիրով կոջմլյա սիրդին կարել։ Կերեցի խոսքեր են, սեր Հիսուս, որ անունը ծեր է, կու սիրովըտ ջմլեր, կշրեր իմ կարելեն սիրդը։ Եվ մենք սրտի փոփոխության պետք ունենք, մեր քարացած սիրտը պետք է փոխարինվի նոր սրտով։ Կարծրացած սիրտը անսկա սիրտ է, բայց եթե փոխվի, ըսկայուն սիրտով կփոխվի, սիրտով, որ ըսկայուն է Սուրբ Հոգի թելատրանքներում։ Մեծ մակի շրջանին մարդիկ կհրաժարին շատ բաներ, կհրաժարին որոշ գերագույններ, որոշ ուտելիքներ, որոշ սովորություններ, բայց մաղթանք է, որ մենք հրաժարինք փարգութենե, քանքալերը, մտահոգվերը, նախանցը, հրաժարինք ատելության բոլոր զգացումներեն, որպեսզի ավելի մոտենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և անոր շնորհքը, սերը վայելենք մեր երկրային կյանքի դեպողությամբ։ Աստուծո անհուն և անսահման սերը ձեզ շրջվարե
Դեր Հիսուսի շնորհքը ձեզ փրկե մեղքի դիրաբետութենեն եւ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդե նախ ապաշխարության եւ հետո մեղքելու քամության եւ փրկության։ May the unconditional love of God surround you and embrace you. May Jesus' all-sufficient grace save you from the dominion of sin, and may the Holy Spirit lead you first to repentance and then to full salvation. Through Jesus Christ our Lord. Amen.